Հարգելի հետևորդներ, ուրեմն Էմա տատիկի հրամանով սկսում ենք նոր վլոգը։ Էմա տատիկն ասում է, Անդո մի հատ կանգնի բռնի թո Մարիամը քեզ նկարի, ես հիվանդ սատկում եմ, ջերմությունս երրորդից չի իջնում։ Անդոն իմ համար այս խաղողից երկար ժամանակ անդադ Անդոն ասել պիտի բերեմ ուտես, փորձարկես մի խոսքով։ Հա, պատճառ դարձավ։ Հիմա Էմա տատիկ այս պահին ձախ կողքս կանգնած է, ուղղակի չեմ նկարում, ու նայում էկրանից տեսնի նորմալ բռնել եմ կադրը։ Դիր ստեղ ցույց տանք էլ ինչ ես առել, թող տատին ավելի հանգիստ լինի։ Հապալասներ։ Անդոն unboxing-ը։ Նռան սոկ եմ բերել։ Այո, կիվի ստեղ ունենք, կիվի ես շատ եմ սիրում գթալով ուտել, բայց երեսից ծակել գթալով ուտել։ Այս բաժակներն է գնել, 2 հատ էր գնել, ես ու ինքն ենք օգտագործում, 3 եղբայրս էր եկել, իմ բաժակը տվել է եղբորս, Անդրանիկը միանգամից հասկացավ, որ պետքա 2 հատ էլ բերի, որ հյուրերին էլ միանման բաժակներ տանք։ Հետո ցույց տուր։ Մալին եմ բերես էլ որ խմես, այս սրանք սա ինչ բերել եմ, նռան սոկը ChatGPT-ին հարցրել եմ, Վայլավելի։ նուր, մալինա, քեզի պետք է, նարինջ, գրեյֆրուտ, կիվի, ամենը կիվին, որ պարտադիր է, ավելի շատ վիտամին C է պարունակում, Ես գիտեմ, հա։ քան նարինջը։ Կիվի շատ եմ սիրում։ Էլ ինչ ես։ Բերել այն յոգուրտներ, այսօր ամբողջ օրը յոգուրտ էի ահավոր ուզում, բայց ի վիճակի չէի խանութ գնալու։ Մանդարին եմ բերել։ Այո։ Էսի գրեյֆրուտը։ Լիմոն, ընդեղ տեսնում եմ։ Հա, էսի լիմոնա։ Այդից լիմոնով չայով։ Էսի անանասա։ Այնպես ցելի անանաս չգիտա, ասի սենց բերեմ։ Պահածոյացված անանաս։ Հա, որտեղ էլի շատ լավ է։ Տատին արագ տոպրակները ծալում դասավորում է։ Էդ տատիկի Անտա, այս քո խաչապուրին վեկալ Այս Անդոն, որ առաջ աշխատել է Զոկ սուպերմարկետում որպես պահեստապետ, ինքը հավատարիմ է։ Ես իթի ներկայացուցիչն եմ Անդոն Զովքի։ Ես ջերմուկ եմ բերել, որ մարդ ես խմես, մեկ եմ աղացում, աղացելուց եմ ասելի։ Նայեք, տատին արագ դասավորում, որ դոպրակը դատարկվում է, արագ դասավորում է, որ հետո աղբը դնելուց հեշտ լինի։ Հետո, այսօր Անդոյին ասել եմ նենց բան բեր, որ դու կարողանաս ուտես, որտեղ սիրտս խառնում էր, որ ուտելիք է ուզում սարքեի։ Էդ ինչ էր Անդոն։ Տնտեսական էր, ակնհայտ չէ։ Հա։ Անդրանիկը նաև բերել այսպիսի կիսավ ապլիկատներ, որ ես վաղը սրանք պատրաստեմ։ Էդի տանջվի տենց, սիրուն ակուրատնի փանես արել։ Սենց խարխշտեն կցեն կնդելի։ Էդից ակուրատնի ես արել, ոնց որ Ալավ ինչքան դեսինի լինի։ Հարգելի հետևորդներ, դամբուլի համ ունի, ոնց որ դամբուլ ուտեք, խաղող է, բայց լրիվ դամբուլի համ է գալիս, մեջը կորիզ չկա։ Ինքան չես հիվանդացել, որ անում եմ արդեն նկարում ես, ոնց որ քեզ խնամում։ Առաջին անգամ ես 20 տարվա մեջ հիվանդացել ես, քեզ խնամում եմ։ Խիղտավար լավ չէ։ Քանի որ ես բավականին երկար ժամանակ հիվանդ սատկում էի, unboxing ունենք բաց թողած։ Ես ի վիճակի չեմ էկրաններին երևալու թանկագիններս, քանի որ անսահման սենց վատ ծանր վիրուս է։ Չգիտեմ, այս ինչ վիրուս է, այս որտեղից եկավ կպավ ինձ, ամեն դեպքում ահա որ վատ է, սենց մի կերպ եմ ինձ պահում։ Ամեն դեպքում քանի որ արդեն սկսել ենք վլոգը, ես ուզում էի ձեզ ցույց տալ իմ նոր օծանելիքը, որը նվեր եմ ստացել Անդրանիկից, պետք է ստանայի ամանորի գիշերը այս նվերը, բայց դե քանի որ մենք առանձնապես տոնական ամանորյա գիշեր առավել եւս վլոգ չենք ունենալու, դրա համար էլ արդեն հիմիկվանից բացում եմ այս նվերը, բացել եմ ավելի ճիշտ։ Շատ հանրահայտ օծանելիք է, շատերին է ծանոթ, միգուցե եւ շատերը ունեն, օրիգինալ Victoria's Secret-ն է, վանիլային, մի փոքր կաթնային, շատ հաճելի, կանացի բույր ունի, ինձ շատ է դուր եկել։ Շատ լավն է, ես շատ հավանել եմ, սա իմ առաջին տպավորություն չի, դրա համար ոգևորված ցույց չեմ տալիս, չկարողացա ձեզ պատմել, բայց ուզեցի ձեզ հետ կիսվել օծանելիքներին,
ավելանում է եւս մեկը, չգիտեմ կավելանա թե կարողա, ահա, չէ։ Լավ է, տեղավորվում է։ Պուպուշներս իրար կողք են։ Սա էսպես։ Սովորական Wildberries-ով եմ պատվիրել, ուրեմն շատ փոքրիկ կոսմետիկայի պայուսակ է, բայց ինչի համար եմ պատվիրել, նպատակն ինչու՞նն է։ Ուրեմն, քանի որ շատ վաղ առավոտյան եմ ես արթնանում, 7-ից արդեն արթուն եմ, որպեսզի հասցնեմ պատրաստվեմ ու Վահանի հետ արդեն 8-ին տնից դուրս գանք։ Տան անդամները բոլորը քնած են եւ տանը կատարյալ մութ է։ Այն աստիճանի մութ, որ ոնց որ գիշեր լինի։ Հետևաբար, երբ ես ուզում եմ այս սենյակում դիմահարդարվել, ստիպված եմ լինում սենյակի լույսերը վառել ու դրանով արդեն խանգարում եմ քնած մարդկանց քունը։ Որոշեցի մի այսպիսի շատ անպայման գրպաններով, վրձինների տեղով լինի, պայուսակ պատվիրեմ, այսպես ասած, որ այստեղ լցնեմ այն անհրաժեշտ իրերը, որոնցով ամեն օր դիմահարդարվում եմ, այսինքն ամբողջ կոսմետիկան չէ, այն ամենով, ինչով որ դիմահարդարվում եմ, որ ուղղակի սա այստեղից սենց վերցնեմ ու գնամ նստեմ խոհանոցում, լույսը վառեմ, հանգիստ այնտեղ դիմահարդարվեմ եւ այստեղ լինի բոլոր անհրաժեշտ պարագաները ու ես ստիպված չլինեմ նորից գալ սենյակ, հեռախոսով լույս գցել, գտնել ինչ որ մի դիմահարդարման պարագաներ, շրեղ-թրեղսես ձայներ հանել, ուղղակի սա սենց վերցնում ու սենյակից հեռանում եմ։ Տեսնենք թե ինչ կարելի է այստեղ լցնել։ Առօրյա կամ սա, երբեմն էլ երկուսը միասին խառնած դիմափոշիներ, բայց ներկապահին սա եմ շատ ակտիվ օգտագործում, հետևաբար սա, այսպես, դիմափոշին տարածում եմ այսպիսի վրձնի օգնությամբ, տեսնենք սա կտեղավորվի ստեղ թե, ահա, տեսեք այստեղ հատուկ այսպիսի բան է արած, որ չկեղտոտվի, հա, հենց վրձինների համար է։ Ունքերը ֆիքսող գել, մի քանի հատ ունեմ, բայց սա ուզում եմ վերջացնեմ լրիվ, նոր կանցնեմ ուրիշներին։ Աչքիս ես ինձ մի հատ շատ փուճուրիկ գունապնակ առնեմ ստվերաներկի, որ մեջը ամեն ինչ լինի։ Հիմնականում կամ սա եմ օգտագործում, կամ սա, բայց սրա որակապես ամենաընտիրը այ էսա նիքսն է, որը սակայն ստեղ անգամ չի մտնի։ Օգտագործում եմ նաև այս հայլայթերը, այդ ստվերաներկերը, ինչպես տեսակ, իրենց մեջ բրոնզեր եւ ռումյան էին ներառում, այս հայլայթերը ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, սա հիշում եք, ես ինձ beauty box էի պատվիրել, որը գաղտնի էր, այսինքն պատվիրում ես, նոր տեսնում ես մեջն ինչ կա, այդ պրոդուկտներից է, որ վերջանա, չգիտեմ ոնց եմ էլի ճարելու սրանից, այսպես դրեցինք այստեղ, այդ ռումյանան, բրոնզեր եւ այլնը ես տարածում եմ այս վրձինով, այս մյուս վրձինի տափակ գլխով, այդ տարբերակն է, այսպես, հրաշալի, ստվերաներկի համար էլ ընտրենք մի քանի վրձիններ, սենց մի քանի հատ մանր-մունր վրձիններ, շատ չէ, այսպես, տարբեր գլխիկներով, ահա, նայեք, այսենց եղավ, այս վրձինների մասը շատ հարմարավետ է, ես չէի պատկերացնի, որ այսքան հարմար կլինի, սա սենց, հետո մեզ ինչ մնաց այդ դեպքում, ինչքան քիչ բան եմ ես օգտագործում էլ նայեք, այսքան բանով դիմահարդարվում եմ, մեկը երկարացնում եմ, մեկը խտացնում եմ, այսենց այս կողքի, փոքրիկ, այս հոնքերի մատիտից եմ շատ գոհ, նայեք, սա գլոսա, սրանք արդեն շրթներկեր են, այսենց, ահա խնդրեմ թանկագիններս, այսպիսի պայուսակ եղավ, նաև արդեն հասկացա, որ երբ որ Վարդենից գնալուց լինեմ, պարզապես ասենց վերցնելու եմ ու գնամ, էլ չմտածեմ կոսմետիկաները ուր դնեմ, ոնց դնեմ, մի խոսքով Եվս մեկ շատ գեղեցիկ զարդ էի մոռացել ձեզ ցույց տալ, սա նվեր եմ ստացել մեր հարևան Տիկին Գայանեի կողմից, այսքան գեղեցիկ կրծքազարդ է հարգելիներս, շատ եմ հավանել, ինչ շատ է դուր եկել և անամպեր սպասում եմ, թե երբեմ կրելու ինչ-որ առիթով։ Ժողովուրդ, ուրեմն ես Մարիամը չլինեի, եթե ելք չգտնեի։ Տեսեք ուրեմն ինչ արեցի, դատարկ տուփեր,
ոչ տենց պրոֆեսիոնալ մեյքափի, տենց մաչելի ինչ էր, չեմ էլ հիշում, ստվերաներ կեր թե ռումյանա էր, մի խոսքով Վահանը սա գցել էր, ջարդել էր, մեջինը լրիվ դատարկվել էր, ես էլ ուրեմն ինչ արեցի, նայեք, ստեղ մի փոշոտվել, այս ամեն ինչ ինձ կներեք, բայց թե այս սրա մեջ մի այսքան մնացել էր, սենց այն որ մեջտեղը ծակա դառնում, եզրերը մնում է։ Դա մաքրեցի, լցրեցի այս հատվածի վրա, սա արդեն արել եմ, սա նույնիսկ արդեն լրիվ չորացել է, արդեն օգտագործման ենթակա է, այս մյուս մասն եմ արել, սա դեռ փոշի վիճակում է, հիմա վախենում եմ շարժեմ, այս ներքևի հատվածը փորփրեցի ամբողջությամբ, լցրեցի այստեղ, տենց տրորեցի, մանրացրեցի և լցրել եմ այստեղ, հիմա սա եմ հարթում, այդ վերջին շտրիխներն է մնացել անելու, սենց այս գթալի պոչի օգնությամբ էլ այս արանքներն եմ լցնում, սա պետք է հարթեմ, հիմա անձեռոցկով լրիվ կհարթեմ։ Եթե տեսնում եք ես գրեթե կապրիզնի գույները չեմ օգտագործել, մենակ հեշտ երանգներն եմ օգտագործել, հա, այսինքն այս մնացածը առանձնապես տենց 1000-ից 1 եմ օգտագործում։ Սրանք էլ եմ օգտագործել, բայց շատ քիչ։ Այդ տենց, իսկ հայլայթերներ ինչպես տեսնում եք այլևս գոյություն չունեն, այնքան լավն էին դենք։ Մի խոսքով, որպեսզի ամենօրյա մշտական կարողանամ օգտագործեմ, սենց ելք գտա ու վերածեցի նոր գունապնակի։ Սրանք իրարից մի քիչ մուք ու բաց են, ուղղակի էկրանը չի կարողանում ցույց տալ ես տենց տարբերությունը լավ։ Մի հատ այսպես մատիկով կանենք, որպեսզի սա չմնա սենց փոշի տարբերակ, սա սովորական ալկոգել է։ Թրջում ենք ընդամենը, որպեսզի կարողանամ լավ այսենց տպտպացնեմ, իր ֆորման վերցնի, այսենց։ Դա արդեն չորացավ, արդեն հստակ երևում է գույների տարբերությունը ու ահա, արդեն կարող եմ սա հանել, էլ ես մեծն էլ ընդամենը 1-2 պիգմենտի համար ես ամբողջ պալետը այստեղ չենք դնի և այսենց սա էլ գտավ իր տեղը։ Հարգելի հետևորդներ, վլոգը շարունակում ենք 1 շաբաթ անց, նախորդ կադրերից անցել է 1 շաբաթ, ես ինձ կարգի եմ բերել, Վահանի հետ դուրս ենք եկել, որպեսզի Վահանին կարողանամ բերել մանկական միջոցառման տոնական, դա իվենթ է բլոգերների, երեխաների համար նախատեսված ու առաջին անգամ ես և Վահանը միասին գնում ենք միջոցառման։ Յա, Նադյա, բարև ձեզ, գիտես ինչքան ժամանակ է նկարում եմ ձեզ։ Անսպասելի է մանկական միջոցառումների ժամանակ ես։ Ինչ ես գորգրում տղես։ Պաղապան իսր բարձացավ
God. Փաթաթվի ինձ քեզ ոչի։ Նա էլ պարում են իրար հետ։ Վալս են պարում Վահան։ Ես մենք փաթաթվում ենք։ Մենք գտնում ենք իրար։ Նայ, էլֆերն են եկել։ Եկան, նայ, Վահան, եկան։ Թանկագիններս տուն ենք վերադարձել եւ ուզում եմ արդեն եզրափակել այս վլոգը, բայց եկեք մի հատ տեսնենք թե այն ամենայնիվ ինչ կար Վահանի տոպրակի մեջ, նոր անցնենք առաջ։ Այսպես ձմեռպապիկ շոկոլադ։ Սա արդեն հասկացաք չէ՞ որ Վահանը չի իմնա, որտեղ Վահանը չի ուտում իմ բաներ։ Այսպիսի թխվածքաբլիթ, հանրահայտ, բոլորին հայտնի։ Այստեղ ձմեռպապիկի ինչ-որ կախարդական քար են մեզ նվեր տվել, այսենց, որը այսենց պահպանվում է հանկարծ իրեն ոչինչ չլինի եւ ունենք այստեղ ուղեցույցը թե ինչպես պետք է այս քարը օգտագործենք։ Վերցրու քարը քո ափի մեջ եւ պահիր ցանկություն, որը գալիս է քո սրտից։ 3 անգամ շշուկով ասա քո ցանկությունը եւ շնորհակալություն հայտնիր։ Ամանորի գիշերը քարը դիր տոնածառի տակ եւ սպասիր քո հրաշքին։ Եթե շարունակես հավատալ, չդավաճանել քո ցանկությանը, բարի գործել, կախարդական քարը կգտնի մի ճանապարհ, որ այն կատարվի։ Հրաշքները չեն անետանում, նրանք հայտնվում են այն մանուկների մոտ, ովքեր հավատում են դրանց։ Մենք շատ հավատում ենք, մենք Վահանի համար անպայման կպահենք իր երազանքը, դա շատ մեծ, խորը երազանք է եւ անպայման կսպասենք, որ Սանտա Կլաուսը օգնի Վահանին, որ այն կատարվի։ Նաև այստեղ մի նվերքարտ է 1 ամիս փոքրիկ ճարտարապետ խմբակում այցի։ Դե ինչ թանկագինները, շնորհակալ եմ այս վլոգը մինչև վերջ դիտելու համար։ Եղեք առողջ եւ երջանիկ, կհանդիպենք շատ շուտով։ Առայժմ